Կարելի է ձեզ մի հարց տալ։ Ով է հիմնադրել Երևան քաղաքը։ Արվեստի քարտավորը։ Շնորհակալություն։ Երևանի մասին ինչ գիտեք։ Եթե շատ տան Երևան դարձած է ներդրումի Երևանի գիշերներում։ Արեցես։ Ինչու են Երևանը անվանում վարդագույն քաղաք։ Որտեղ շենքերը, փողոցները, մայթերը, ամեն ինչ վարդագույն է։ Վարդագույն տոֆից է շենքերը։ Շնորհակալություն ձեզ բարի օր։ Ձեզ է։ Բարև Ասիս ջան։ Դուք ինչ որ Երևանի մասին գիտեք։ Գիտեմ։ Իսկ կարող եք մի երկու տող երգել։ Վայ, երկեմ ձենս կտրատեին երկեմներն եմ ճանիք, տեղոստեղ Երևանը շատ հաջելի քաղաք է, մեր Հայաստանի մայրաքաղաքն է, պիտի սիրենք Երևանը, ինչպես Երևանն է պայծառ, այնպես էլ իջի մարդիկ են պայծառ, ուրախ, դա մանավանդ գյումրեցիների հետ։ Այո, շնորհակալություն։ Խնդրեմ, Ով է Երևանի քաղաքապետը։ Տիգրան Հովանյան։ Շնորհակալություն ստեսին։ Տղա մի հարց տալ։ Բարև ձեզ Արիելս։ Այն տարեկան է Երևանը։ Երևանը դառնում է 2807 տարեկան։ Շնորհակալություն ձեզ լավ օր։ Մերսի ձեզ։ Բարև ձեզ, կարելի է ձեզ մի հարց տալ։ Բարև ձեզ։ Որքան է կազմում հետ Երևանի բնակչությունը։ Ոյ։ Դե մոտավորապես 1 միլիոն։ Շնորհակալություն ձեզ լավ օր։ Ձեզ նույնպես։ Ձեզ բոնացեսելի վայրը Երևանը։ Երևի թե Հյուսիսային պողոտան։ Լավ, շնորհակալություն իստերը։ Պրոսպեկտից մինչև վերև կասկած չասած մի հատ փոքր այգի կա նկարներով, այդ այգին է ինձ ամենասիրածը։ Շատ լավ իստերը։ Կասկած։ Շատ լավ, շնորհակալություն, ձեզ լավ օր։ բարև ձեզ, Ով է Երևանի քաղաքապետը։ Տիգրան Ավինյանը, Շնորհակալություն ձեզ լավ։ Բարև ձեզ։ Ո՞ն է ձեր սիրելի վայրը Երևանում։ Երևանը անվար սիրելի։ Շնորհակալություն ձեզ բարի օր։ Ձեզ ինչ գիտեք Երևանի մասին։ Բարև ձեզ։ Երևան դարձած իմ երեկույթի, Երևանը շենք ու տուն չի, Երևանը մենք ենք, Երևանի գիշերներում եւ այս պահին թերևս այսքանը կհիշեմ։ Շնորհակալություն ձեզ լավ օր։ Ձեզ։ Բարև ձեզ։ Ով է հիմնադրել Երևան քաղաքը։ Այնպիսի առաջ։ Շնորհակալություն ձեզ լավ օր։ Բարև ձեզ։ Կարելի է ձեզ Երևանի մասին մի հարց։ Իրոք, Երբ է հիմնադրվել Երևան քաղաքը։ մեր լավությունից առաջ 442 արգիշտակայի կողմից։ Շատ շնորհակալություն ձեզ լավ օր։ Ձեզ բարի օր։ Բարև ձեզ։ Կարելի է ձեզ մի հարց տալ։ Խնդրեմ։ Ինչու են Երևանը անվանում վարդագույն քաղաք։ Երևանը անվանում են վարդագույն քաղաք դրա համար, որ դա կառուցված է արտիկ տուփից։ Հա, վարդագույն տուփից, հա։ Լավ օր։ Իսկ դուք կարող եք երկու տողեր երկել Երևանի մասին։ Երևան դարձած իմ երեկույթին։ Շնորհակալություն ձեզ լավ օր։ Բարև ձեզ։ Ո՞րն է ձեր սիրելի վայրը Երևանը։ Մի քիչ դժվար է այդ հարցին պատասխանել, որովհետեւ Երևանում շատ է շրջանգեղեցիկ վայրեր կան, բայց եթե ընտրեի, երևի հենց կենտրոնը կընտրեի իրականացնելու համար, իմանալի համար, մեկ էլ թանգարաններ էլի մենք շատ։ Շնորհակալություն ձեզ լավ օր։ Merci շատ։ Ինչպես է լինում անվանել Երևանը։ Երևանի Շնորհակալություն ձեզ լավ։ Բարև ձեզ։ Որքան է կազմում Երևանի բնակչությունը։ Պետք է զրից գիտեմ, բայց մոտավոր հաշվարկներով միլիոն մի հարկ։ Շնորհակալություն ձեզ բարի օր։ Կարելի է ձեզ մի հարց տալ։ Այո։ Քանի վարչական շրջան կա Երևանում։ 12 Կոմիտաս, Աչափնյակ, Այո։ Այո, շատ ճիշտ է, շնորհակալություն ձեզ լավ օր։ Քանի վարչական շրջան կա Երևանում։ Շնորհակալություն ձեզ լավ օր։ Սելը կարծում քաղաքագործի խանդարների մասին։ Այո։ Պես է կարծում չերվի վանացև գերձը օրգանիզմ։ Արևոր։ Վանաձև գերձը հիմնականում իտաստում է մարդին որոշ իմունիտետներ ձեռքերելու համար։ Եվ պայքարում է ծանսը տեսակի վանաձի օրգանիզմ ստոնելու։ Դրա համար վանաձև գերձը շատ կարևոր։ խանդարների մասին։ Վանաձև գերձը բան է, հա։
սուտերի պատահությունների մասին։ Հա ես չունեմ հիվանդություն, բայց տեղյակ եմ դրա մասին։ Իմիջիայլոց լինում է մեկ կոկորդի չորացում, որը անպայման ջուր է պետք խմել, որ այդ բանը էնել բերնով շնչելի պետք։ Այո, իհարկե։ Իսկ դեք ինչ է զորը։ Այո։ Իսկ ինչու է շատ առաջանում Հայաստանի Քանի որ Հայաստանը գտնվում է լեռնային գոտում, ծովի մակարդակից բավականին հեռու է գտնվում, այդ պատճառով յոդի մակարդակը այստեղ շատ քիչ է, յոդացվածքը շատ քիչ է ու բնակչությունը չի ընդունում յոդը ըստ արժանվույն։ Բարև ձեզ, եք արդյոք վահանաձոր եկեղեցին։ Բարև ձեզ, այո։ Իսկ ինչ ախտանիշներ կան վահանաձոր եկեղեցի խնդիրների դեպքում։ Դե օրինակ քաշի փոփոխություն, մշտական հոգնածություն, մաշկի չորություն, դեպրեսիա։ Շատ լավ, իսկ օգտագործում եք յոդացվածին։ Այո։ Դուք գիտեք ինչ է վահանաձոր եկեղեցին։ Ասում են օրգանիզմի մութափոխանակության հիմնական օրգանն է։ Իսկ ինչ դեղամիջոցներ եք օգտագործում։ Շնորհակալություն։ Ուզում ենք մի հարցնել, ինչ եք կարծում օրինակ մարդիկ սկսում ալկոհոլ օգտագործել։ Ես ալկոհոլն ու ծխախոտը բացառում եմ։ Ճիշտ է, շատ ճիշտ եք անում, քանի որ այն վնաս է հասնում մարդու առողջությանը։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, կարող եմ ձեզ մի քանի հարց տալ շաքարային դիաբետի մասին։ Այո։ Ինչ է շաքարային դիաբետը։ Շաքարային դիաբետը ինսուլինի բարձրացման դեպքում առաջանում է շաքարային դիաբետ, երևի տաք։ Դիաբետը քանի տեսակ է լինում, տեղյակ եք։ Շաքարային դիաբետը լինում է երկու տեսակ։ Առաջին եւ երկրորդ, մեկ էլ հղիության ժամանակ։ Ես մի քանի հարց տալ։ Իհարկե։ Գիտեք որոնք են շաքարային դիաբետի հիմնական ախտանիշները։ Իհարկե գիտեմ։ Դիտվարկի։ Քաղցրի հանդեպ թուլություն, ջրի հանդեպ անհագություն, բերանի չորություն, ներվերի հետ սուր վիճակում ավելի ինչ որ զգայունություն, հաճախամիջություն։ Այդ նվազագույններն են, էլի։ Սրված վիճակում ավելի բարդ բաներ են կան։ Ես շատ։ Կարող եմ ձեզ մի քանի հարց ուղղել շաքարային դիաբետի հետ կապված։ Ինչով է կարևոր շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ ֆիզիկական ակտիվությունը։ Շարժման մեջ լինում, հա, ընդհանուր։ Լավ։ Իսկ ինչ հորմոն է արտադրում ենթաստամոքսային գերբը։ Ինսուլին։ Հա։ Այո։ Որ բացակայում է, արդեն շաքարը բացվում է։ Լավ, շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ։ Ձեզ մի քանի հարց ունենք շաքարային դիաբետի հետ կապված։ Կարող եք ասել, որոնք են շաքարային դիաբետի բարդությունները կյանքում։ Կարող ենք, քան որ մենք ուշադիր պետք է լանք մեր գերած հացին, այսինքն շաքարը շատ լավ գիտեք, որ դուք ավելի նեղություն առաջ կգա։ Ուշադրություն պետք է ունենք, այսինքն քաղցրեղեն է միշտ հերու, հացեն հերու, յուղոտ բաներ են հերու, տապկված բաներ են հերու։ Այսպիսով կյանքը պիտի շարունակենք էլի, ուրիշ ճարկ չունենք։ Շատ լավ, իսկ պարբերաբար ստուգումները միայն լավացնում են վիճակը, թե վատացնում։ Վիճակը լավ եթե լինի, մի քիչ դրամատուրգիան տեղը ավելի լավ լինի, էդի շատ այսինքն օգտակար կլինի։ Հա։ Շատ լավ, շնորհակալ եք ձեզ։ Ապրես։